Գործելով նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հակոբ Մովսեսի տիկնոջը, ով իր այդ Հակոբի վկայությամբ ափսեները շպրտում է վրան, հույսում եմ տիկին, որ դուք շարունակում եք ափսեները դրա գլխին ջարդել, որտեվ այո, դա այն գոյանքն է, որը դուրս է հայոց արժեհամակարգից եւ այո, ափսեները գլխին ջարդելով գուցե ինչ որ բջիջներ արթնանան եւ փորձի թեպետ ես հասկացել եմ, որ այս մարդը լափով է չափում իր կենսագրությունը։ Կա լափը, այդտեղ կմնա, չի լինի լափը, այդտեղից կփաշի։ Սա ժամանակին հայտարարել էր, որ ուրեմն գրողների միությունը ավելորդ կառույց է։ Հիմա բոլորից շուտ է գալիս այդ վարչության նախագահության նիստերին, բոլորից շուտ։ Եվ ես այդտեղ իր ներկայությամբ ասեցի, Շեքսպիրը սրա նմաններին է ասում, ինչպես կարելի է ժպտալ եւ միևնույն ժամանակ սրիկա լինել։ Բայց դու ծպտուն չանեցիր գոյանք, որտեղ դու Էդ էլ չկա, տղամարդկային շուշ չկա, այդ մի մարդ եթե գերում է ֆլորային հիշելուց լաց է մնում, արա բապի լաց ես, բա դու կարա իր ֆլորա սիրը, իր արա, քո նման մի ուրիշ գրող էլ կա, ասում է